2023 թվականի սեպտեմբերից սկիզբ առած քահանաների վերապատրաստման դասընթացը հաջողություն եւ հետաքրքրություն է գրանցել ինչպես քահանաների, այնպես էլ հոգեվոր եւ աշխարհիկ դասախոսների շրջանում։ Յուրաքանչյուր ամիս Հայաստանի եւ Սփյուռքի թեմերից շուրջ 25 քահանա 3 շաբաթով գալիս է Մայրաթոր, ապրում Վանքում մասնակցում դասընթացներին ու տարբեր արարողությունների։ Ծրագրի պատասխանատուն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է։ Ճեմարանական դասընթացի նման չէ, չկա դասագիրք, չկան քննություններ, ավելի գործընկերների հանդիպման է նման։ Ծրագրի մասին ասում է Սրբազան հայրը։ Մենք ծրագիրը 3 բաժնի բաժնենք, առաջինը քահանան որպես առաքյալ, որ գետա թեպի ժողովուրդ։ Երկրորդը քահանան որպես դաստիարակ, որ կսովորեցնե մեր հավատքը, մեր ավանդույթները, իսկ երրորդը քահանան որպես հոգևոր հայր, գմխիթարը, գբաշնե ուրախությունը ժողովրդին, կպաշտպանե աղանդներից եւ այլն։ Հետևաբար դասախոսները, որ մոտ 3 շաբաթվա 16 դասախոսություն կա, ավելի, որ ամեն օր 2 դասախոսություն կա, այս 3 թեմաներով բաժանված են։ Ծեսը որպես քարոզչություն, սուրբգրային սերտողություն, կապելանություն, ժամանակակից կյանքի մարտահրավերներ, սոցցանցային քարոզչություն, արհեստական բանականություն, եկեղեցի եւ դիակոնիա, դասախոսությունների թեմաները բազմազան ու բազմոլորտ են։ Շուրջ 20 աշխարհիկ եւ հոգեվոր դասախոսներ են ներգրավված վերապատրաստման այս ծրագրին։ Շատ հաճախ մենք կմտածենք, որ բادرակը առողությունները զուտ ավանդական բան է, որ պետք է անենք, քանի որ մեր սուրբ ավանդությունն է, ճիշտ է, այսինքն անշուշտ։ Պիտի բահենք, պիտի պաշտպանենք այդ մեր առողությունները, իրենց աղոթներով, իրենց երգերով, շարականներով, դա կարևոր բան է։ Բայց ինձի ինչ կհետաքրքրի, ավելի անոնց նպատակը, կորցառույթը, այսինքն ինչու անում ենք ասիկը, ավանդությունները բահելու մեկում, ինչ փոխանցագություն կա, ինչ կա այդ աղոթներուն մեջ, որ մեզ որպես եկեղեցի կզորացնե։ Ինչ կարիքներ ունի հայ առաքելական եկեղեցին թեմայով է արդեն 7-րդ անգամ դասախոսում սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը։ Սիրով է ընդունել դասախոսելու առաջարկն ու իր համար եւս հետաքրքիր փորձառություն է համարում։ Ըստ մասնագետի յուրաքանչյուրս մեր կարիքների համար եկեղեցուց միշտ պահանջում կամ խնդրում ենք միայն։ Մինչդեռ պետք է պարզենք եկեղեցին ինչի կարիք ունի եւ մեր օգնությունն ու աջակցությունն ինչպես կարող ենք մատուցել նրան։ Համագործակցության, միմյանց հետ երկխոսելու բացն է, որ շատ հաճախ խնդիրների է հանգեցնում։ Ես փորձում եմ քննարկել հոգևորականների հետ իրենց կարիքները եւ իրենց ընկալումը կարծիքը հայ հասարակության փոփոխությունների մասին։ Դա շատ կարևոր է եւ հոգևոր շարժեկների պահպանման առումով եւ ինքնագնահատման առումով եւ նաեւ հասարակության զարգացման միտումների գնահատման տեսանկյունից։ Գիտենք, որ հոգևորականները չեն մասնակցում քաղաքականությանը, սակայն հասարակական կյանքին մասնակցում են եւ մասնարարպես հասարակությունը այդ մասնակցության ավելի մեծ չափի կարիքն ունի եւ դրանով եմ կիսվում ունկնդիրների հետ, իրենց պետք է ավելի շատ տեսնենք մեր կյանքում, հասարակության կյանքում, մեդիայում։ Դասախոսությունից հետո քահանաները կբաժնվին 3 խումբերով եւ անդր գլա քննարկում։ Քահանաները շատ հանգիստ, ազատ, քսեն նորմալ ես համաձայն չեմ դասախոսի հետ։ Նույն ազատություն նրանք ունեն դասախոսի ժամանակ, կարանցեն Սրբազան կամ բարոն պրոֆեսոր, ես համաձայն չեմ, որովհետեւ քահանաներ կամ որտեղից եպիսկոպոսից կամ դասախոսից ավելի շատ փորձառու են դաշտի մեջ, այսին ժողովրդի հետ։ Հետևաբար, եթե դասախոսության ժամանակ չեղավ այդ արիթը, քահանաները 3 խումբերով կբաժանվին եւ իրենք այդ 3 խումբերի մեջ կքննարկեն։ Արդյոք դասախոսության նպատակը ինչ է, համաձայն ենք չէ, կորզդական կետնի վրա դա ինչ կնշանակի եւ ոնց կարանք փոխել եւ դրանք գրավոր գարնեն, գրավոր մեզ կներկայացնեն իրենց մտահոգությունները, իրենց թելադրանքները եւ ուրախ եմ սելու, որ այդ թելադրանքները գաստի միջը վեհապար հայրապետ։ Քահանա հայրերի համար 3 շաբաթյա այս շրջանը միմյանց հետ շփվելու, փորձով, գիտելիքով ու խնդիրներով կիսվելու լավ առիթ է նաև։ Ի վերջո, ինչպես իրենք են ասում, համայնքային առօրյայից կտրվելու, առանձնության մեջ աղոթելու, վերալիցքավորվելու կարիք ունեն, իսկ Մայրաթորում անցկացրած օրերն այդ ամենն ապահովում են։ Բոլոր քահանաներն էլ, ովքեր գալիս են իրենց ծուխերից, վստահաբար ունեն մի շարք համայնքի մեջ ուրեմն հովական, քարոզչական, ծիսական խնդիրներ եւ ովևէ մեկը չի խուսափում այդ մասին բարձրաձայնելու եւ կարծեմ լավագույն հարթակը այս դասընթացների մեջ հենց այդ հարցերը բարձրաձայնելն է մեր ավակ եղբայրների եւ մնացյալ դասախոսների ներկայությամբ։ Ես այսօր որպես հոգեվոր հովի
110 ընտանիք ունիմ Էրբիլի մեջ, որ իրենք ներքախտեցին Բաղդադեն, Մոսուլեն, Բասրայեն, Էրբիլ, որովհետև Էրբիլը Քուրդիստանի շրջանը ապահով շրջան է այսօր, եւ այնտեղ մեծամասնությունը գաբրին եւ իրենց աշխատանքներով կսպաղվին։ Այո, երբ մենք բիդվերաթարնանք մեր զորությունը կողնագությունը անելով մայր աթոր Սուրբ Էջմիածնից եւ երեք արդեն վեհապար հայրաբին հետ դեսնվեցանք եւ իր օրտնություններն ալ մեր հետ բիդարնենք, որբեսի փաշխենք մեր հավատացյալ ժողովրդին, որբեսի իրենք ալ գայուն մնան իրենց հոգեվոր կյանքի մեջ։ Այսօր օրորի ժամ առ ժամ, րոպե առ րոպե նոր մարտահրավերներ է մեր քահանաների դեմ դուրս գալիս, աշխարհը անընդհատ փոխվում է եւ բնականաբար այս դասընթացները բավականին մեզ օգտակար են, որովհետեւ մեր համայնքներում, մեր թեմերում կարողանանք ավելի մեծ դիմակայում ունենանք տվյալ մարտահրավերների։ Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր խումբ պարտադիր հանդիպում է նաև ամենայն հայոց հայրապետի հետ, ստանում նորին սրբության օրհնությունը, հայրական խրատներն ու հորդորները։